Վաշինգտոնը դժգոհ է եւ այդ դժգոհությունը կարող է վերածվել կոնկրետ քայլերի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վերաձևել եվրոպական անվտանգության քարտեզը։ Չի բացառում ամերիկյան զորքերի դուրսբերումը Իտալիայից եւ Իսպանիայից, դժգոհելով դաշնակիցների պահվածքից Իրանի շուրջ զարգացումների ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների Մադրիդն ու Հռոմը հրաժարվել են իրենց ռազմաբազաները տրամադրել ամերիկյան ռազմական ավիացիային։ Վաղ է ասելու, թե ինչ կանեն իրենք, որովհետև պետք է միად նաև հասկանալ, թե ընդհանուր ԵՄ-ի անվտանգային սպառնալիքները ինչը կարող են լինել։ Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն անվտանգային ուղղակի սպառնալիք կարող է ունենալ որևէ պետությունից ռազմական ներխուժման տեսքով։ Թրամփը հրապարակային կերպով կոշտ քննադատել է դաշնակիցներին, հայտարարելով, որ Իտալիան ընդհանրապես չէր օգնում, իսկ Իսպանիան իրեն սարսափելի էր պահում։ Նա քննադատել է նաև Գերմանիային։ Ես կարող եմ դուրս բերել մեր զորքերը, եւ ինչու ոչ։ Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել։ Ես դժգոհ եմ Իտալիայից եւ Իսպանիայից։ Նրանք համարում են, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Մենք օգնեցինք Եվրոպային Ուկրաինայի հարցում, բայց երբ մեզ պետք էին, նրանք չկային։ Մենք դա պետք է հիշենք։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ դիտարկում է ոչ միայն Իտալիայից եւ Իսպանիայից, այլև Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերման տարբերակը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը հղում անելով Պենտագոնին հաղորդել էր, որ Վաշինգտոնը կարող է մինչև 1 տարվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինվոր։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է, Եվրոպան պետք է մտածի իր սեփական անվտանգության ճարտարապետության մասին։ Եվրոպան, եթե ցանկանում է լինել սուբյեկտ, որը ազդեցիկ մասնակցություն ունի համաշխարհային կառավարմանը եւ գործընթացներին, ապա այդ սուբյեկտը պետք է ունենա անվտանգության սեփական համակարգ։ Այլապես, եթե Միացյալ Նահանգներն է լինելու այդ համակարգի գլխավոր հովանոցը, ապա բնական է, որ Միացյալ Նահանգները պետք է թելադրի նաև Եվրոպայի վարքագիծը։ Հիմա եթե եվրոպացիները չեն ուզում, որպեսզի նահանգները թելադրեն, պետք է ունենան անվտանգության սեփական համակարգը։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ այս քայլերը կարող են դիտարկվել որպես ազդակ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին, առավել հստակ դիրքորոշում ցուցաբերելու Իրանի շուրջ զարգացումների հարցում։ Հիմա երբ որ ակնհայտ ձեռնոց է նետված միաբևեռությանը, այս պարագայում որոշ դաշնակիցներ բազմաբևեռության պարագայում այլևս փորձում են դիրքավորվել ինքնուրույն։ Միաժամանակ Վաշինգտոնը ակտիվացնում է համագործակցությունը Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաստատել է 8.6 միլիարդ դոլարի զենքի վաճառք իր մի շարք գործընկերներին՝ Քաթարին, Իսրայելին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին։ Պաշտոնական հայտարարության համաձայն այս գործարքները համապատասխանում են Միացյալ Նահանգների ազգային շահերին, չեն փոխում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Նահանգների ուշադրությունը ավելի շատ նույնիսկ որքան էլ տարօրինակ չհնչի, կարող է գնալ դեպի Աֆրիկա, քան Եվրոպա, որովհետև Աֆրիկայում կան ռեսուրսներ, իսկ հիմա ռեսուրսների համար պայքարն է առանցքային դառնում։ Միաժամանակ ըստ փորձագետի մշտապես արդիական է մնում Հեռավոր Ասիան, հատկապես Չինաստանի գործոնի համատեքստում, եւ այդ ուղղությամբ եւս Միացյալ Նահանգների ուշադրությունը կարող է աճել։ Ինչ վերաբերում է բուն զորքերի հնարավոր տեղաշարժին, ապա մասնագետները շեշտում են, որ դա միանգամյա կամ կարճաժամկետ գործընթաց չէ։ Զորքերի վերանայումն ու տեղափոխումը սովորաբար երկարաժամկետ, տարիների ընթացքում իրականացվող գործընթացներ են։ Իսկ հարցը, թե Թրամփի քայլերը կարող են ազդել Միացյալ Նահանգների վստահելիության վրա դաշնակիցների աչքերում, փորձագետի գնահատմամբ վաղուց է քննարկվում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության համատեքստում։ Բայց նաև նահանգները իր այդպես համաշխարհային ուժով այնպիսի կատեգորիա է, որ վստահեն թե չվստահեն, միևնույն է հաշվի են առնելու եւ հաշվի են նստելու նահանգների գոյության հետ։ Եվ ընդհանրապես կարծում եմ, պես վստահությունը առավել եւս այս ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության մեջ վաղուց կատեգորիա չէ։ Ստացվում է, որ Իրանի շուրջ տարաձայնությունները վերածվում են ավելի լայն ճգնաժամի Վաշինգտոնի եւ նրա եվրոպական դաշնակիցների միջև, տեղափոխվելով ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական հարթություն։ Եվ եթե այդ գործընթացը շարունակվի, այն կարող է վերաձևել անվտանգության ճարտարապետությունը թե Եվրոպայում, թե Մերձավոր Արևելքում։